Մայրիկների եւ կանանց տոնն է։ Մամաների օրը։ Հիմնականում ծաղիկներ։ Մայրիկես ծաղիկներ եմ նվիրելու եւ նվեր։ Ծաղիկներ։ Ծաղիկ էլի երևի։ Մտածում եմ էլ երևի ծաղիկը նվիրեմ։ Ծաղիկ։ Թղթերով իր համար նվերներ եմ սարքել, որ ուրախանա։ Կոնֆետ։ Ծաղիկներ են նվիրում, չէ, նաև նվերներ են տալիս։ Ավելի ընտանեկան, ավելի ջերմ, փոքր նվերներով եւ հիշվող։ Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կանանց միջազգային տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով։ Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին։ Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ։ 2 տարի անց 1910 թվականին Կոպենհագենում կայացած կանանց միջազգային կոնֆերանսում գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց հաստատել կանանց միջազգային օր կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության մասին բարձրաձայնելու նպատակով։ Կանանց իրավունքների պաշտպանությունը մեր հանձնաժողովի եւ քաղաքական թիմի հստակ ու չափելի առաջնահերթություններից է, որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահող կարևորում եմ այն հանգամանքն ու հետևողական աշխատանքը, որը իրականացում է օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ եւ այս առումով կարծում եմ այն տեմպերը, որ մենք այս պահին ունենք, գոհացուցիչ են։ Առաջին անգամ մարտի 8-ը որպես ազգային օր նշվել է 1909 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներում։ Մինչև 1913 թվականը կանայք շարունակում էին տոնել այն փետրվարի վերջին կիրակի օրը, իսկ որպես կանանց միջազգային օր այն առաջին անգամ նշվեց 1911-ի մարտի 19-ին Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ 1977 թվականին ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր։ Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց եւ աղջիկներին մարտի 8-ի գարնանային գեղեցկագույն տոնի կապակցությամբ եւ նրանց մեծագույն հաջողություններ եմ մաղթում եւ հատկապես կուզեմ առանձնացնեմ այն կանանց, ովքեր այսօր քաղաքական եւ հասարակական գործունեություն են ծավալում եւ հատկապես ուրեմն նաեւ թիրախավորվում են շատ դեպքերում եւ նրանց եմ հատկապես մեծ ուժ ու եռանդ մաղթում, որովհետեւ նրանք իրենց գործունեությամբ շատ են օգնում մեր պետության զարգացմանը, հանրային հարաբերությունների ուրեմն կայունացմանը եւ ամենայն բարիք եմ նրանց մաղթում եւս մեկ անգամ շնորհավորելով։ Սիրելի կանայք, ուզում եմ վստահեցնել, որ դուք հայ կանայք, աշխարհի ամենագեղեցիկ, աշխարհի ամենահմայիչ, ամենանուրբ, ամենահոգատար, ամենաքնքուշ կանայք եք եւ թող երբևիցե ձեր աչքերին վիշտ, հոգս չլինի, միշտ եղեք այնպիսին, որ հայ տղամարդիկ, որտեղ էլ որ լինեն, վեր կենան եւ ասեն, հայ կանայք աշխարհի ամենալավն են։ Սիրելի կանայք, բոլորիդ շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ։ Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այն պատասխանատվության օր է։ Թող ձեր բոլոր ձեռքբերումները լինեն շարունակական եւ ձեր ձայնը լսելի։ Շնորհավորում մարտի 8։ Ջերմորեն շնորհավորում եմ մեր կանանց, մայրերին, մարտի 8-ի հետ կապված, ցանկանում եմ իրենց նպատակների եւ իղձերի իրականացում, թող խաղաղության մեջ լինեն, թող որ իրենց ընտանիքների գլխից անպակաս լինեն եւ այն նպատակները, այն ցանկությունները, այն իղձերը, որ ունեն, անպայման իրականանան։ Մենք իրենց շատ ենք սիրում եւ այս միամսյակը նվիրված է իրենց եւ մենք պիտի ամեն օր, ամեն ժամ իրենց ուշադրության կենտրոնում պահենք։ Մարտի 8-ը Հայաստանում ավելին է, քան օրացույցում ամսաթիվ, սա գարնան, գեղեցկության եւ կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի օր է։ Այս տոնին նվերը դադարում է լինել ձևականություն եւ դառնում է շնորհակալություն ասելու, հոգատարություն ցույց տալու եւ զգացմունքներ փոխանցելու միջոց։